Գիրք Եզեկիել, գլուխ 47. Եվ ինձ ետ դարձրեց տան մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմիտակից արևելյան կողմից, որովհետև տան երեսը դեպի արևելքն էր, եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարավային կողմիցը, եւ ինձ դուրս տարավ հյուսիսային դռան ճանապարհովը, եւ շուռացեց դուրսի ճանապարհովը դեպի դուրսի դուռը, դեպի արևելք նայող ճանապարհովը, եւ ահա ջրեր էին բխում աջ կողքիցը։ Մարդը դեպի արևելք դուրս գնալիս մի լար ուներ ձեռքին, եւ 1000 կանգուն չափեց, եւ ինձ անցկացրեց ջրերովը, ջրերը մինչև գարշապարներս էին, եւ նա չափեց 1000 էլ, եւ ինձ անցկացրեց ջրերովը, ջրերը մինչ ծունկներս էին, եւ չափեց 1000 էլ, եւ ինձ անցկացրեց, ջրերը մինչև մեջքս էին, եւ չափեց 1000 էլ, մի գետ, որով չկարողացա անցկենալ, որովհետև ջրերը հորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ չէր կարելի անցկենալ։ Եվ ինձ ասեց. տեսնում ես մարդի որդի, եւ ինձ տարավ մանածեց գետի եզերքին, եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից, եւ ինձ ասեց. այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը, դուրս են տարվում ծովը, որ առողջանան նրա ջրերը, եւ պիտի լինի, որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում, ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրե, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նրանք պիտի բժշկվին, եւ ամենքը պիտի կենդանանան, ուր որ գետը գնա, եւ պիտի լինի, որ նրա վրա ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադիից մինչև Ենեգլայիմ ուրկաններ փռելու տեղ պիտի լինի, նրան ձկները ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չափ խիստ շատ են լինելու, նրա տիղմերը եւ նրա ճահիճները չեն բժշկվելու, աղի համար պիտի մնան, եւ գետի վրա նրա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն, նրանց տերևը չի թառամի, եւ նրանց պտուղը չի վերջանա, ամեն ամիս նորից պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս, եւ նրանց պտուղը ուտելու համար է, եւ նրանց տերևները բժշկության համար։ Այսպես է ասում Տեր Եհովան. սա է այն երկրի սահմանը, որը պիտի ժառանգեք Իսրայելի 12 ցեղերին համեմատ, Հովսեփին 2 բաժին, եւ նրան ամեն մարդ իր ընկերին պես պիտի ժառանգե, որի համար իմ ձեռքը երդման բարձրացրի, որ տամ ձեր հայրերին, եւ այս երկիրը ձեզ պիտի ընկնե իբրև ժառանգություն, եւ սա է երկրի սահմանը, դեպի հյուսիսային կողմը մեծ ծովից Էթլոնի ճանապարհը, մինչև Սեդատ, Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի եւ Եմաթի սահմանի մեջտեղն է, միջի ասերը, որ Ավրանի սահմանն է, եւ սահմանը լինի ծովից Ասար-Ենան, Դամասկոսի սահմանը, եւ հյուսիսի նկատմամբ դեպի հյուսիս, եւ Եմաթի սահմանը, սա է հյուսիսային կողմը, եւ արևելյան կողմը Ավրանի միջից, եւ Դամասկոսի միջից, եւ Գաղադի միջից, եւ Իսրայելի երկրի միջից Հորդանանը, սահմանիցը չափեցեք մինչև արևելյան ծովը, սա է արևելյան կողմը, եւ հարավային կողմը դեպի հարավ Թամարից մինչև Կադեսի վիճաբանության ջրերը, Հեղեղատովը մինչև մեծ ծովը, եւ դեպի հարավային կողմը սա է հարավը, եւ արևմտյան կողմը մեծ ծովը սահմանիցը մինչև Եմաթի դիմացը, սա է արևմտյան կողմը, եւ բաժանեցեք այս երկիրը ձեզ համար Իսրայելի ցեղերի վրա, եւ պիտի լինի, որ վիճակով պիտի բաժանեք նրան ձեզ համար, եւ ձեր միջումը պանդխտացող օտարականների համար, որոնք ձեր մեջ որդիք են ծնել, եւ նրանք ձեզ համար բնակների պես պիտի լինեն Իսրայելի որդկանց մեջ, նրանք ձեզ հետ պիտի ժառանգեն Իսրայելի ցեղերի մեջ, եւ որ ցեղի մեջ, որ օտարականը պանդխտացել է, այնտեղ պիտի տաք նրա ժառանգությունը, ասում է Տեր Եհովան։